Մարտի 4-ն է այսօր եւ ինչպես արդեն հասցրեցինք նշել, ակնոց գրողների միջազգային օրն է եւս եւ մենք որոշեցինք այս թեմայի վրա մի փոքր ավելի երկար կանգ առնել ու զրուցել ավելի երկար մասնագետի հետ։ Այո, թեման իսկապես հետաքրքիր է, առհասարակ տեսողությունն իսկապես շատ կարևոր է եւ առհասարակ կարևոր է հետևել մեր առողջությանը, ուստի պիտի առիթը բաց չթողնենք եւ զրուցենք տաղավարում արդեն ներկա մեր հյուրի հետ, որին կներկայացնենք հենց հիմա ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկերսկա-Թամազյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք օրը մեզ հետ սկսելու համար։ Փոխադարձ հաճելի է։ Կարևոր օր է իհարկե, մենք էլ առիթը բաց չենք թողնում առավոտ լուսոյի ընթացքում խոսելու առողջության մասին, իհարկե նաեւ խոսելու տեսողության մասին։ Երևի թե պիտի սկսենք ամենասկզբից։ Առհասարակ խոսելով հենց մինչ եթերը սկսելն են խոսում ենք այդ մասին, օպտիկական ակնոցների, լինզաների մասին, որն է առանցքային տարբերությունը, արդյոք կա տարբերություն եւ արդյոք ընտրությունը այս դեպքում մարդկանց ընտրությունն է պացիենտի, թե արդեն բժիշկը պիտի խորհուրդ տա, որն է ճիշտ։ Շատ բարի, հետաքրքիր օր է, ճիշտն ասած շատ տոներ ունենք, այդ թվում նաեւ տոնում ենք ակնոց գրողների օրը, ինչի՞ չէ, կարծում եմ երևի որ նաև բարդույթ համարվի բացի աքսեսուարից կյանքին ընկալելու ինչ որ մի գործիք կամ հնարավորություն, իհարկե վատ տեսողությամբ մարդիկ ակնոցները պարտադիր իրենց կյանքի անբաժան մասն են համարում, քանի որ առանց ակնոցի, եթե կա կարճատեսություն, հեռատեսություն կամ ասիգմատիզմ, իհարկե կյանքը այսպես լիարժեք չէ եւ ունեն շատ խնդիրներ։ Իրականում ես ինքս իմ աշխատանքի ոլորտը մի քիչ ակնոցների հետ պայքարելն եմ, ես ինքս զբաղվում եմ լազերային վիրահատություններով ակնոցներից ազատելու համար։ Բայց 25 տարի առաջ, երբ մենք սկսեցինք առաջինը վիրահատել, շատ օպտիկական այսպես խանութներ կամ ակնաբուժներ սկսեցին մտածել, որ ամբողջ բնակչությունը միանգամից պիտի ազատվի ակնոցներից եւ իրենք մնան առանց աշխատանք։ Իհարկե ոչ։ Մենք էլ ենք նշանակում ակնոցներ եւ օրվա, այսպես ասեմ, իմ խորհրդատվությունների երևի մեծ մասը նվիրված է նաեւ ակնոցներին, որովհետեւ կան պաթոլոգիաներ, որոնք հնարավոր չի վիրահատել, լազերային շտկում անել, դա օրինակ կերատոկոնուս հիվանդություն է, որի դեպքում պարտադիր են ակնոցները։ Կան խնդիրներ, որոնք շտկվում են միայն կոնտակտային ոսպնյակներով։ Ինչ վերաբերում է իրենց տարբերությանը, կարող եմ ասել, նրանք հավելյալ գործիքներ են, ամեն մեկ ունենալով իրենց դրական եւ բացասական կողմերը։ Ակնոցը իհարկե կապում է մարդուն շրջանակի այսպես տեսադաշտը սահմանափակելով կամ ասենք եղանակի հետ կապված շոկից դուրս ես գալիս կամ անձրևային եղանակից տափոտ եւ այլն ամբողջությամբ ապակին գոլոշապատվում է։ Կոնտակտային ոսպնյակների իրենց հետ կապված իհարկե կրում են հիգիենան պահպանելու հարցը եւ ինչպես նշեցիք կան մարդիկ, ովքեր որ չեն կարողանում դիպչել այդ կոնտակտային, իհարկե ցավային խնդիր կա, իհարկե սովորում են այդ ամենին, բայց դրանք ալտերնատիվ որոշումներ են, ակնոց, կոնտակտային ոսպնյակ, թե օրինակ լազերային շտկում, ամեն մարդ ընտրում է իր համար։ Ամեն մարդ ընտրում է իր համար, եթե իհարկե բժշկական ցուցումը չի սահմանում հստակ բուժում կամ որոշում։ Այո, լինում են դեպքեր, երբ տարբերակ չկա, եւ լինում են դեպքեր, երբ հիվանդը ասում է, շատ է լինում, գիտեք, ծնողները ասենք դեռահասներ են, արդեն ամաչում են կրել ակնոց դպրոցում եւ այլն, ծնողը ասում է ինքը ուզում է կոնտակտային ոսպնյակ բժշկուի ասեք, որ չի կարելի։ Ասում չէ, չեմ ասի չի կարելի։ Կարելի է, ուրիշ բան, որ իհարկե կրելի կլինի, հնարավոր կլինի, հարմար է երեխան, ասենք այդ հիգիենային հետևի եւ այլն։ Օրինակ մի հատ հետաքրքիր փաստ ասեմ, հայերը ակնոցներից երբեմն ազատվելու խնդիր են ունենում կապված քիթիկների հետ, գիտեք։ Չէ՞ որ մենք ունենք այդ առանձնահատկությունը մեր, եւ կա հիվանդ, ասեն շատ եմ ուզում վիրահատեմ, բայց քիթս ինչ անեմ, ծածկում ակնոցը, օրինակ, հա, դե իհարկե հիմա պլաստիկ վիրահատությունների հնարավորություն կա, բայց ամեն դեպքում դա էլ մեր յուրահատկությունն է։ Երբ խոսում ենք ակնոցներ կրելու միջազգային օրվա մասին, բնականաբար նախ եւ առաջ գալիս ենք տեսողության հարցին եւ եթե մի փոքր էլ ավելի այսպես խորանանք մասնագիտական փորձենք հասկանալ, նախ բացահայտել տեսողական խնդիրները, օրինակ յուրաքանչյուր մեկը ինչքան ժամանակը մեկ պետք է գնա աչքերը ստուգելու, ակնաբուժական ստուգումներ անցնելու, եթե չունի այսպես թվացial գանգատներ։ Ես միշտ ասում եմ, նամանավանդ էկրանից այսպես օգտվելու առիթ լինելու դեպքում, ես միշտ ասում եմ, կարող ենք հենց հիմա ստուգել ձեր տեսողությունը, էլեմենտար փակել մեկ աչքը, նայել,
նույն պատկերին եւ փակել մյուսը նայել պատկերին։ Շատ դեպքերում մի փոքր տարբերվում են եւ կան շատ դեպքերում մարդիկ զգալի է տարբերվում։ եւ քանի որ մենք ապրում ենք երկու աչքով, շատ մարդիկ շատ ուշ են բացահայտում, որ ունեն խնդիր։ Մեկը իմ սկիզբուր է, օրինակը պիտի պատմեմ, 16 տարեկանում պարապելիս բուհի համար հոգնել են աչքերը, որոշել է մեկ աչքը փակի, մեկով պարապի, հետո մյուսով։ Ու 16 տարեկանում նոր բացահայտել է, որ մի աչքը ընդհանրապես ծույլ աչք է, չի տեսնում։ Նաև ակնոցը չի օգնում։ Հետաքրքիր է, նախկինում ես այդ օրինակն եմ միրտ ասում, երբ որ գնում էինք հրաձգարան, չէ, մեկ աչքը փակում ես մեկով կրակելու, այդ ժամանակ էին բացահայտում։ Ամեն դեպքում 6 ամիսը մեկ ցանկալ է։ Դա ամենապարզ ստուգման մեթոդն էր, այո։ Ահա, 6 ամիսը մեկ այցելել ակնաբուժի, ստուգել ակնային ճնշումներ, ակնային ստուգել, ասենք, տեսնել տարիքային փոփոխություններ կան թե չէ, 40-45-ից հետո իհարկե բոլորը արդեն զգում են, որ այն ինչ որ մենք կարողանում ենք կարդալ մոտ 30 սանտիմետր հեռավորությունից, քիչ-քիչ ձեռքը հեռացնում ենք, չէ, այդպես կատակել կա։ Գալիս է մի շրջան, երբ որ ձեռքը արդեն չի բավականեցնում, ասում ձեռքս է կարճացել, չէ, արդեն պլյուսը տարիքային այնքան է շատացել, որ արդեն պիտի կրել ակնոց։ Իսկ հիմնականում հիվանդությունները, որոնք կարող են զարգանալ, ասենք, համատեղ նույն շաքարային դիաբետի հետ, իհարկե ազդում են աչքերին։ Կա հիպերտոնիկ հիվանդություն, որը նույնպես կարող է ակնահատակի անոթային ամբողջ այդ համակարգը շարքից հանել։ Բայց հիմնականում դպրոցական է լինում կարճատեսությունը, այդպես էլ կոչվում է դպրոցական կարճատեսություն, քանի որ դեռահասների մոտ 12-13 տարեկանից, երբ որ ֆիզիկական աճը եւ տեսողական լարվածությունը համընթաց են լինում, եւ դա հանդիսանում է այսօրվա մեր խնդիրներից ամենակարևոր եւ ահեղի կարճատեսության պատճառ։ Ну, հետ չասեմ, արդեն մեր այդ գեղեցիկ ձեր ձեռքերում բռնած գadgetները, հեռախոսները եւ այլն, այդ ամենը նույնպես ավելի կարճատեսության արագացման է դրդում։ Այո, մեզ բարբերաբար եւ մեր ժամանակ էին ծնողները զգուշացնում համակարգչից, էկրաններից հեռու նստել, հիմա երեխաների դեպքում դա ավելի բարդ խնդիր է դարձել։ Բայց գործում նաև մեծահասակների, ոչ միայն երեխաների, հատկապես եթե անընդհատ աշխատում ենք բջջային հեռախոսներով, գadgetներով, ես այդ մասին եմ նաև ուզում հարցնել, որովհետև հիմա շատ են խոսում հատուկ պաշտպանիչ ակնոցների մասին, որոնք օպտիկական ակնոց չեն, արևային ակնոց չեն, բայց կարելի է կրել եւ այդ ակնոցները բլոկավորում են այն ճառագայթները, այն տեսակը ճառագայթների, որոնք կարծես թե պիտի վնասեն մեր աչքերին, բայց ես օրինակ իմ ընկերներից մեկը, որը կրում է այս ակնոցները աշխատելիս համակարգչով, միևնույն օրվա վերջում ասում է ոչինչ չի փոխվում, միևնույն աչքերս հոգնած են եւ այս խնդիրը չի վերանում։ Շատ հեշտ բացատրություն կա, ճիշտ ասած, պաշտպանիչ ակնոցները ստեղծվել են, ված չէ, թող լինեն, վաճառողը վաճառի, առնողը առնի, բայց պիտի ասեմ, որ Բայց այդքանը։ Ուրեմն դա նախկինում, քանի որ էկրանները համակարգչային շատ իրենց ներսի ֆիլտրեր եւ պաշտպանիչ էկրանները չունեին, շատ հնարավոր է որ մի փոքր կարող էր այդ ճառագայթումից թեթևացներ, բայց այստեղ ամբողջ խնդիրը այդ ճառագայթը չի, որը տեսանելի էլ չի, զգալի էլ չի, կարևորը չորությունն է։ Քանի որ անկախ մեզանից, չէ, մենք ուղղակի քիչ ենք թարթում, մենք կենտրոնացած նայում ենք, որպեսզի եթե աշխատում են, ասենք, թվերի հետ, տեքստի հետ եւ այլն, հառած հայացքը այսպես մի քիչ ավելի քիչ ենք թարթում եւ աչքի մակերես ուղակի չորանում է։ Ձեր ընկերոջը խորհուրդ կտանք ուղակի խոնավեցնող կաթիլներ։ Ինձ միշտ հիվանդները հարցնում են, եթե ես կրում եմ ասենք պաշտպանիչ ակնոց, կարող եմ խոնավեցնողը չանել։ Միշտ ասում եմ մեկը մյուսին համարժեք չէ։ Կարող եք կրել այդ պաշտպանիչը, բայց այս շատ բանից չի պաշտպանի, այ խոնավեցնող կաթիլը պարտադիր համակարգչի մոտ։ Մի հատ փոքր նյուանս ասեմ, կապված այսպես մեր համակարգչային ես գերություն եմ համարում, բայց դա նաև մեծ աշխարհի մեծ պատուհան է, որ մենք չենք կարող զրկել ոչ երեխաներին, ոչ մեզ։ Ամեն դեպքում, երբ որ գալիս է երիտասարդ 19-20 տարեկան, ոչ դպրոցական տարիքի, ես տեսնում եմ փոքր -0.5 սկսվող կարճատեսություն, 0.75, ես ասում եմ համակարգչի դիմացեք, ասում եմ ինչ իմացակ։ Ուրեմն այդ տարիքում, երբ որ դեռ նոր սկսվող է այդ խնդիրը, դա դեռ լարվածության ստադիայում է եւ կարելի է ցիլիար մկանը թուլացնելով, սպազմահանելով կաթիլներով զրոյացնել։ Դա իրական կարճատեսություն չի։ Դա ուղղակի 30, ասենք, սանտիմետրը գիրքն է, 60-ը պիտի լինի համակարգիչը։ Նույն տարածության վրա, երբ որ ոսպնյակը միշտ լարված է լինում, կրկված այսպես չի կարողանում աշխատել, զում անել, կեղծ կարճատեսություն է առաջանում։ Իսկ այդ խոնավեցնող կաթիլները առանց բժշկի խորհրդատվության, այսինքն ցանկացած դեպքում կարելի է գնել եւ օգտագործել դրանք որևէ վնաս
չեն կրում։ Չէ, վնաս չեն կրում, կան ասենք տարբեր երկրներում եւ միակ կաթիլներն են, որ առանց դեղատոմսի կարելի է գնել։ Օրական քանակը ամեն անձ ընտրում է իր համար, ու հիմնականում 3-ից 5, 6, լինում է 7 անգամ կարելի է անել։ Եվ իհարկե, քանի որ ակնոցներից ենք խոսում, նաև խոսենք այն մասին, թե ինչպես սխալ անորակ ակնոցները կարող են նաև փչացնել տեսողությունը, երբ մենք հաճախ գեղեցիկ ոճային ակնոցների ետևից ենք վազում եւ անորակ մի բան ենք ընտրում մեր ոճը ընդգծելու համար, բայց այն կարող է իսկապես շատ լուրջ վնաս հասցնել։ Շատ լուրջ վնաս կարող է հասցնել այն դեպքում, եթե կա տեսողական խնդիրներ եւ իրենք օպտիկական շտկում չարված վիճակում կրվում է, ասենք թե արևային ակնոց, բայց էլեմենտար շատ այդպես բրենդային, լավ ապակուց պատրաստված եւ այլն ամեն մեկը չի կարող իրեն դա թույլ տալ մեկ։ Երկրորդը ժամկետ ունի։ Եթե տեսնում են, որ արդեն խազեր կան, քերծվել է, փոխվել է, կարելի է իհարկե փոխել։ Եվ կարևորը, որ պիտի լինի իհարկե ուլտրամանուշակագույն ճառագայթից պաշտպանիչ շերտ։ Բայց որ ասեմ շատ կարող է վատացնել, իրոք չէ, Անի ջան, չէ։ Իսկ գունային ֆիլտրային այդ կարմիր գույնը, վարդագույնը, կապույտ, այսպես ամենահանգիստը կանաչն է համարվում, հա։ Գույները շատ կա խտություն, որը ընդհանրապես տեսողությունը կարող է իհարկե թյուրել եւ ասենք մեքենա վարող ունենք տղաներ, ասենք բարդույթ ունեն, չեն կրում օպտիկական, ասում են մուք եմ ուզում եւ սևացրած օպտիկական ակնոցով փորձում են կրել մեքենան։ Պարզ է, որ մի քիչ ավելի վատ կտեսնեն, քան մաքուր օպտիկականով։ Կարող է քամիլոն լինել, ասենք արևից պաշտպանելու համար գունավորվի, հետո արդեն սպիտակի։ Իհարկե պիտի հետևել հնարավորինս, բայց շատ այդպես վնաս կարծում եմ, որ այդպես տվյալներ շատ չկան։ Ես ուզում եմ իհարկե առիթից օգտվելով նաև միֆերից խոսենք, որովհետև միֆերը շատ են ցանկացած հարցում, որ առողջությանն է վերաբերում, բայց մասնավորապես տեսողությանը, վստահ եմ այս միֆերին նաև դուք եք հանդիպում ձեր պրակտիկայի ընթացքում, լինում են շատ այսպես կարծրացած միֆեր, որոնց մասին մենք էլ վստահ եմ գիտենք, օրինակ չգիտեմ, որ գազար ուտելը լավացնում է տեսողությունը, չգիտեմ ինչքան է պետք գազար ուտել, որ տեսողության վրա դա որևէ անդրադարձ ունենա, բայց վստահաբար նաև կան գուցե զավեշտալի, գուցե նաև վտանգավոր միֆեր, որոնց հանդիպում եք, խնդրեմ նաև այդ մասին խոսեք։ Գիտեք, ինչ կապված է, ասենք, ուտելիքի հետ, խորհուրդ, որ կարող եմ տալ կալցի պարունակող, ասենք, մթերք, եթե լինի երեխաների, այդ դեռահասների ընդհանրապես ռացիոնում, լավ կլինի։ Ասենք կատնաշորը մոտ 50 միավոր է պարունակում, դեղին պինդ-պանիրը, ասենք 600, քունջութը 3000, կալցիումը ամրացնում է սկլերալ հատվածը, սպիտակուցը, հա, որ տեսնում եք սպիտակ մասը, եւ երեխաների ֆիզիկական աճի հետ համընթաց այդ ակնագունդն էլ է երկարում դեպի հետին պատ եւ կալցիումը կարողանում է ամուր պահել, որպեսզի շատ այդ տատանումները չազդեն։ Ինչ վերաբերում է միֆերին, կարող եմ ասել, որ միֆերից շատերը կապված նաև մեր լազերային վիրահատությունների հետ, որ ասենք թե պիտի ծննդաբերել, հետո նոր անել լազերային վիրահատություն։ Ուղղակի օգտվում եմ առիթից եւ կուզեմ ասել, որ դա միֆ է, քանի որ ցանկացած կարճատես ակնահատակում ցանցաթաղանթ ունի, շատ բարակ ցանցաթաղանթ է, որը կարող է, այդ ես ասեցի, չէ, երկարում է հետին պատը եւ ցանցաթաղանթը բարակում է, ցանկացած հարված, դա լինի ծննդաբերություն, ծանրություն բարձրացնել, դա կարող է վնասել։ Դրա համար անկախ նրանից դուք պիտի անեք լազերային վիրահատություն, գնաք սպորտ դահլիճ, թե ծննդաբերեք, այդ տարին 1-2 անգամ ցանկացած կարճատես ցանկալի է ստուգել հատակը ցանցաթաղանթը։ Եվ լազերային վիրահատությունները արվում են նաև իհարկե նախքան ծննդաբերությունները մի քանի ամսից կարող են իհարկե եւ հղիանալ եւ ինքնուրույն ծննդաբերել։ Ուրեմն այդ ցուցումը կապված է հատակի հետ։ Դա ամենամեծ միֆն է, որ ես 25 տարի է այդ միֆի հետ պայքարում եմ, ուղղակի ուզեցի դրա մասին խոսել։ Այդ ձեր ասած պաշտպանիչ, ասենք, ակնոցների միֆը։ Միֆ ասեմ, թե չէ, բայց ամեն դեպքում այդքան էլ դեր չի տրվում, ինչքան որ դրա մասին խոսվում է, այսպես ասեմ։ Իսկ որքանով է առհասարակ ստրեսը անդրադառնում տեսողության վրա, այդ մասին էլ շատ են խոսում, որ ստրեսից կարող է օրինակ տեսողության հետ խնդիրներ լինեն, իսկ մեր կյանքը այս օրերում բավականին կարծում ստրեսային է։ Այդ իմ ասած սպազմը, հա, լարվածությունը մկանի, ցանկացած մկանային լարվածություն կարող է բերել դրան,
կարող է ասենք ստրեսային խնդիրներից լինում է անգամ մեկ օրով կարող է տեսողությունը կորի, դա լինում է արդեն իստերոիդ տարբերակը, որ դու տեսնում ես օպտիկական խնդիր չկա, հիվանդություն չկա, հիվանդը ասում է բան չեմ տեսնում։ Մի կես օր, մեկ օր հետո հանգստացնողներից հետո ամբողջը շտկվում է։ Շատ շնորհակալ ենք ձեզ այսքան ինֆորմատիվ, որը մեզ հետ սկսելու համար։ Մենք բոլոր կարճատեսներին, հեռատեսներին, տեսողական խնդիրներ ունեցողներին առաջարկում ենք պարբերաբար եւ չունեցողներին պարբերաբար ստուգվել եւ հետեւել իրենց առողջությանը եւ հիշել, որ տեսողական խնդիրները դրանք դավաճիր չեն։ Այո, շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Մենք էլ սիրելի հեռուստադիտողներ, խոսքը փոխանցում ենք լուրերի մեր գործընկերներին, մնացեք առաջինի հետ, կվերադառնանք։